մի եղբայր հետևել խոսքն է ասում, աստվածաշնչյան իմաստությունը երբեք չի հակասում սրբությանը։ Այսինքն այն իմաստությունը, որ Աստծուց է գալիս, չի հակառակվելու սրբության կյանքին։ Չենք մենք այդ երկուսը ինչ անելու, հակադրելու։ Նույն բանը նաև Հակոբոսն է ասում, Հակոբոս 3:14-ից մինչև 17 համարները, Հակոբոս 3:14-ից 17։ Բայց եթե ձեր սրտերում դառը նախանձ հակառակություն ունեք, մի պարծեցեք և ճշմարտության դեմ մի ստեք։ Այս իմաստությունը վերից չէ, այլ երկրավոր է, մարմնավոր ու դիվական է։ Հիմա ուշադրություն դարձեք, դրանից հետո նկարագրություն է տալիս, թե աստվածային իմաստությունը ինչպես է վարվում, 17 համարը։ Իսկ ի վերուստ տրված իմաստությունը նախ սուրբ է, ապա խաղաղարար, հեզ, հաշտվող, ողորմությամբ ու բարի պտուղներով լի, անկողմնակալ, անկեղծ։ Սա է այն, ինչ որ Տերը մեզանից ակնկալում է։ Իմաստություն ոչ թե որ տանելու է դեպի, այսև ասած, էլի հայերս օգտագործում են կներեք այս ռուսերեն բառի համար, շուստրիության, որ կարողանամ ինչ որ կերպով իմ ուզածը հասնեմ, այլ աստվածային իմաստությունը տանելու է դեպի սրբության, դեպի ճիշտ վարքի։ Ու Տեր Հիսուս մեզ զգուշացնում է, գնում եք թշնամական շրջանակ, այդ թշնամական շրջանակում ձեր էությունը, ձեր ով լինելը չպիտի փոխվի։